Գրությունները ամբողջ գործընթացը տեսագրված է։ Հիմա ներկայիս վերահաշվարկայի իրականություն կրկին ուղիղ եթերում է իրականացվում։ Այսինքն այստեղ ունենք դեպք, որ Պարոն Հովակիմյան, ԲՀԿ-ն կասկածում է հարգելի լրագրողներ, կրկնում եմ, ձայները 4 դեպքում 4 տեղամասում սխալամուտք արվել չի պակասել։ Այսինքն չի եղել, այսպես ասենք, ինչ-որ թիվ, որ այդ թիվը պակասել է, չէ, եղել է սխալ մուտքագրում, որի արդյունքում կազմվել է քվեարկության նախնական արդյունքը։ Այսինքն, բանվավաճը ստացել է 77, գրվել է 1, ասում եք չի եղել։ Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, կա արձանագրություններ, այդ արձանագրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովն է մեծ հաշվով իր տրամադրության փաստաթղթերն են։ Այդ փաստաթղթերում գրված այդ 77-ը։ Հասկանում եք, այսինքն խնդիրը այն է, որ իրենք որտեղից են իմացել, որ իրենց ձայնը, ասենք 77 էր, այլ 1 չէր։ Մեր արձանագրություններից, մեր քաղվածքից, եթե մեր արձանագրությունները չարտացոլ էին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա, բայց այդ քաղվածքը, որ տրվել է վստահված անձանց, տրվել է այդ արձանագրությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, եթե եղել է 5 տեղ սխալ մուտքագրում, այդ շտկվելու այս փուլը, կներեք, դրա համար չենք ասում ենք նախնական արդյունք, չենք ասում, չէ, վերջնական արդյունքն է։ ԲՀԿ-ն կասկածում է, որ ձայների փոշիացում է տեղի ունենում։ Հարգելից, երբ որ կա արձանագրությունը, ո՞նց է տեղի ունենում։ Կարեք ինձ ասեք, երբ որ կա արձանագրություն, որտեղ որ գրած է, որ այս քաղաքական ուժը այդ տեղամասում ստացել է այսքան ձայն։ Հիմա ասենք իրենք չհայտնաբերին, մեկ ուղղել է։ Հասկանում լավ էլի, Ժորժան, ես կոչ եմ անում քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, իրենց քաղաքական բանավեճը, իրենց քաղաքական գործան ոնց սավարում են, թող հարգելիս լավ եմ, հարգելիս, ուրեմն տեսեք, արձանագրությունները 2005 արձանագրություն։ Եթե ձեզ հետաքրքրում է, այդ արձանագրությունները կարող հնարավորություն տակ ուզում եք, չգիտեմ, նկարեք, ով որ ցանկանա կարող է անգիր բայց կա 2005 արձանագրություն, այդ թվում այն արձանագրությունները, որտեղ որ արձանագրել են այն թվերը, ինչ որ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերները արձանագրել են, որը այս է մեր թվերը։